Վալենտին Կիրակոսյանը գրում է. Տարած հետ բերածը, ամոթ մի ասի, որ դու դասախոս ես, քո նմանին ֆերմայի նախի չարժե վստահել, 3 տարի է միայն, ռազեցնում ես, սոցապ նախարար էիր, քանի ամիս աշխատեցիր, սակայն քո ասածին ոչ ոք վանետեղ չէր դնում, բացի բոմբ Ասկոտ Անժոյից, զարմանում եմ, թե քո նմանին ոնց են ընդգրկել ցուցակում ու սարքել падգամավոր, որը տևեց շատ կարճ, դու խայտառակություն ես, չկայացած ես, հոգիդ պատված է թույնով, միշտ խոսում ես փողոցային մակարդակի բառերով, եւ քո նմանը աշխատում է դասախոս, ինչքան մեղք են այն ուսանողները, որոնց դու ես դասավանդում, բոլորի մասին խոսում ես հեգնանքով, լսեցի քո ելույթը, Անժոյի բիսեդկում կապված արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասին, ասեմ, որ կոշիկի տակի կեղտը չարժես, ով ի տարբերություն քեզ շատ խելացի, բանիմաց է, ով նախկին թալանչի ավազակների հետ չաշխատեց եւ հեռացավ, այլ ոչ թե քո պես հեռացրեցին։ Լսում ես ճիշտ խոսակցություններ կապված արդարադատության մասին, չգիտես ինչի վատանում ես, վնգստում ես, որ վերջապես լինելու է նոր օրենք, լինելու է արդարություն, ինչի համար էլ կպել ես Անդրեասյանի արտահայտած ճիշտ բառերին, երբ ասաց, որ կան դատավորներ, որոնք փչացած են, վատացար այդ ճիշտ բառից։ Մենք տեսանք, թե դատավորը ինչ անարդար վճիռներ է կայացնում հեղափոխությունից հետո։ Կարեն Անդրեասյանի ասած փչացած բառը ճիշտ էլ տեղին է։ Դու այն չար դասախոսներից ես, որ տեսնում են ուսանողը դարձել է լավ մարդ, նախանձից քեզ տալիս ես պատերով, ամբողջ օրը կախվում ես Փաշինյանի ոտքերից։ Քո նմանին լավ ենք ճանաչում, 2015 թվականին լեզուդ որտեղ մցրեցիր, երբ ՀՀԿ-ն բամփեց գլխիդ, ուր էիր, խոսեիր, միայն լավ փախար, քեզ չենք մոռացել, այ բնության խզբզանք։ Այո, կգործի արդար օրենք, արդար մարդ այլևս չի դատվի մեղավորի փոխարեն, օրենքի առջև բոլորն են հավասար։ Ամբողջ օրը ինչ բառեր ես ասում վարչապետի հասցեին, դու քեզնից ոչ մի բան չես ներկայացնում, դու մոլախոտ ես։